Բարև ժողովուրդ ջան, ուզում եմ միանգամից անցնեմ ամենակարևորներին, որովհետև երկար ժամանակ չկա։ Ուրեմն ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, մեր վարչապետը, Ղարաբաղի նախագահը, ուզում ենք հրաժարական չտան, ու իրանք չեն տալու հրաժարական, որովհետև մենք չենք ուզում։ Ժողովուրդը հել է, ժողովուրդը չէ, այսինքն ինչ-որ մի հատ մասը հել է ցույց է անում ու հրաժարական են ուզում, հրաժարական են պահանջում։ Դուք չեք կարա հրաժարական պահանջեք, չեք կարա, որտեվ դուք դրա իրավունքը չունեք, որտեվ դուք չեք կռվել մեր հետ, դուք արուն չեք թափելու, դուք ընդհանրապես իրավունք չունեք, դուք իրավունք չունեք, մենք ունենք իրավունք, մենք տղեկով, կամավորներով, զինվորներով մենք ունենք իրավունք, վարչապետ ընտրելու կամ հրաժարական պահանջելու, մենք ունենք, դուք չունեք, իսկ մենք արդեն ընտրել ենք մեր վարչապետին ու ինքը հրաժարական չի տալու, մենք չենք թողելու որ տա, մի խոսացեք, արա իրավունք չունեք, մի խոսացեք, մի ջղայնացրեք, մի ստիպեք մեզ, հլը չենք ուզում, մի ստիպեք, ժողովուրդ ձեր համար հետաքրքիր չի, ինչի են սաղ զինվորականները Նիկոլ Փաշինյանի հետ, ինչի, հետաքրքիր չի, բացատրեմ, որովհետև մենք տեսել ենք, մենք ընդեղ կռվի դաշտում, սահմաններում, պոստերում, մենք տեսել ենք ոնց են մեզ հետևից խփում, մեր հայերը, թուրք հայերը, այսինքն ոնց են մեզ հետևից խփում, ոնց են դավաճանում մեզ, ոնց են դիրքը թողում ու փախնում, ոնց են իրանց պատճառով մեր ընկերները ու աղբերները մահանում ընդեղ, այդ ամեն ինչը մենք ենք տեսել ենք ոնց է Նիկոլ Փաշինյանը կոչ անում, որ հլնեք գաք մեր մոտ, հետներս լինեք, որ շատ լինենք, բայց չեք եկել, այդ ամեն ինչը տեսել ենք ոնց են գեներալները դավաճանել մեզի, ոնց են հրաման տվել չկրակենք, ոնց են խաբել յանի ինչ-որ օպերացիա ենք անում, որ զորքը հետ քաշվի, որ թուրքերը գան լծվեն ինչ-որ մի հատ տեղ, օրինակ Շուշիում, որ միանգամից ծաղին վերացնենք, բայց պարզվում է այդ ծաղ մուտի տեր, այդ ծաղ ծախված էր, գեներալները ծախված էին, այդ ծաղ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Դոդի Գագո ու իրանց նման այտենց փալասների տերյապկեքի մարդկանց ձեռի գործ։ Ժողովուրդ, զինվորականներին լսեք, իրանք մի բան գիտեն, որ ասում են, մի հելեք։ Մենք արդեն իջել ենք, տեսեք, քաղաքում ենք, հենա քաղաքը։ Ես Արարատ քաղաքում եմ, ու վաղը գալիս եմ Երևան։ Ժողովուրդ, մենք պետքա սաղս խոսանք, խոսքս ուղղում եմ այն հայտնի բլոգերներին հայ են, որ մեծ աուդիտորիա ունեն, որ իրանց հենց պետքա լինում փող հավաքեն, մի հատ սենց հաշվի համար են գրում ու սաղ աշխարհին հայտարարում են ու այդ հաշվի համարի մեջ փող են հավաքում, իսկ հիմա պետքա հայտարարեք, որ ժողովուրդը, որ մարդիկ, որ տղեկը չթողեն դրանք հլնեն ու ցույց անեն, խոսացեք, ինչից եք վախենում եք հետևորդ կորցնեք, խոսացեք, արա, մեծ քաքի տեղ եք ձեզ դրե, հիմա խոսացեք, հիմա է իսկական խոսելու վաղտը, սաղդ խոսացեք, ժողովուրդ, պետքա խոսանք, մենք չպետքա խոսանք, չէ, մենք պետքա գոռանք, ժողովուրդ, պետքա գոռանք, հրաժարական չի տալու մեր վարչապետը, մենք իրա հետ ենք, մենք պատրաստ ենք, դաժե տանկերով, մեր զենքերով, մեր ամեն ինչով կգանք ու կմաքրենք, կսրբենք Երևանը թուրքերից։ Ինչքան լավ տղեկ, ինչքան լավ աղբերներ կան, որ արժանի էին ապրելու, բայց արդեն զոհվել են։ Ինչքան մարդիկ կան, որ արժանի են մեռնելու, բայց հիմա ապրում են։ Սաղ խոսում են, սաղ հելը ճղում են իրանց, սաղ տղա են դառը, արա, իսկական տղեկը արդեն երևաց ովքեր են։ Սաղ ամբողջ հայությունը իմացավ իսկական տղեկը ովքեր են։ Սահմանում կանգնած են իսկական տղեկը, իսկ դուք Երևանում հիմա որ կաք հելը ճղում եք, ձեզ դուք տղա չեք։ Ձեր լեզուները ուղղակի բացվել է, քանի դեռ մենք այդտեղ չենք, բայց մենք հետ ենք եկել։ Ու հետ են գալի, այ որ իսկական տղեկը, իսկական բանակը հետ գան հեսա լրիվ, նոր դուք կտենակ իսկական տղենովը, տղեք, ժողովուրդ, պետքա սաղս հելնենք, պետքա սաղս խոսանք, պետքա սաղս գոռանք, պետքա դուխով ելնենք, զորքը ձեր հետ է, զորքը ձեր մեջքին է, ժողովուրդ, ոչ մեկի չենք թողի ձեր մազը ծռեն, սաղի վրով կանցնենք, դուխով եղեք, ասեք, սաղի ուղեղը մցրեք, մենք ձեր հետ ենք ժողովուրդ, դուխով եղեք, Արայիկ Հարությունյանը
մեռավ սաղիտ ասելով, Նիկոլ Փաշինյանը մեռան սաղիտ ասելով, գնացեք սահման, գնացեք սահման, արա։ Ղարաբաղի, Արցախի նախագահը այնքան տեսավ չեք գնում, այնքան տեսավ փախնում եք սահմանից, ինքը գնաց։ Արցախի նախագահը ինքը գնաց սահման, արա գետինը մտեք։ Սաղ աշխարհը երազում արա ասենց վարչապետ ու նախագահ ունենա, ոնց որ մեր վարչապետն ու մեր նախագահն են, ոնց որ մեր Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանն են։ Սաղ աշխարհը երազում է, իսկ մենք ունենք, դուք հենց հրաժարական եք պահանջում, դուք չունեք իրավունք հրաժարական պահանջելու, չունեք իրավունք, որովհետև դուք չեք վաստակել այդ իրավունքը, որովհետև դուք ձեզ մարդավարի չեք պահել, դուք ձեզ հայ նման չեք պահել, դուք ոչ մի իրավունք չունեք, ընդհանրապես իրավունք չունեք, իսկ մենք ունենք, ու մենք արդեն ընտրել ենք մեր վարչապետին ու նախագահին, ու իրանք մնալու են իրանց տեղում, ուզեք չուզեք մնալու են, ու դուք հարմարվելու եք այդ մտքի հետ, դուք ուրիշ ընտրություն չունեք, ամբողջ զորքը այսօր քո հետ է, Նիկոլ Փաշինյան, ամբողջ զորքը քո հետ է, չգիտեմ, ժողովուրդ, պետքա Նիկոլ Փաշինյանը տենա, պետքա ինքը զգա, որ մենք իրա հետ ենք, պետքա ինքը տենա, որ մասա կա, որ այդ մասան էլ է խոսում ու գոռում, որ իրա հետ է, ու այդ մասան շատ է, ինչքան մարդ այսօր հավաքվե Երևանում, 2000, 3000, 5000 հոգի, չէ, այդքան չեն հավաքվել, բայց այն մասան, որ հələ չի հավաքվել, բայց որ հեսա կհավաքվի, շատ են, 200,000-ից շատ են, 300,000-ից շատ են, ահավոր շատ են, կգանք ու կտրորենք, խելոք մնացեք, գործ չունեք, ցվրվեք տներով, ոնց որ չեք եկել Ղարաբաղ փախել եք, այտենց փախեք տներով, գործ չունեք, կրակի հետ եք խաղում։ Ծանոթներիցս մեկը ասում է, իր պապան աշխատում է Ծառուկյանի ինչ-որ ավտո գազա լցակայանում ու Ծառուկյանը զանգել է, ավելի ճիշտ Ծառուկյանի մարդիկ զանգել են ու պարտադրել են, որ աշխատողները գնան Երևան ու ցույց անեն, դե հավանաբար բնականաբար այդ մարդը հրաժարվել է, ինչի համար որ սպառնացել են, որ աշխատանքից կհեռացնեն, ու բնականաբար էլի մերժել է, դուրս չի եկել։ Ռոբերտ Քոչարյանը իր Սպայկայի աշխատողներին, վարորդներին, բոլոր աշխատողներին հրամայել է, որ դուրս գան Երևան ցույց անելու։ Բոլորը իրանց աշխատողներին սպառնում են։ Երևան City տնօրենը, Սամվելը, ինչա դրա կնիկը աշխատողներին հրամայել է դուրս գան միտինգի։ Բոլորը իրանց աշխատողներին վախցնում են, որ դուրս գան ցույց անեն։ Դուրս չգաք ժողովուրդ, ցույց չանեք։ Դաժե ով որ ստիպված վախեցած դուրս եկավ ցույց անելու, իրա դեմն էլ ենք առնելու։ Դուրս չգաք։ Սպայկային հրամայել է Ռոբերտ Քոչարյանը։ Գան փողոց փագեր։ Այդ ձեր սպայկեքը վեկալելու ենք ու մցնենք ձեր հետևը։ Չգաք։ Ես վաղը գնում եմ Երևան ժողովուրդ։ Երևան։ Առավոտ շուտ գնալու եմ Երևան, արդեն կեսօրին լինելու եմ հրապարակում։ Նիկոլ Փաշինյանը պետքա տենա, որ մենք իրար հետ ենք, սիրում եմ բոլորիդ, ժողովուրդ ջան, մենք բոլորս ամբողջ զորքը սիրում է բոլորիդ ու ձեր հետ ենք դուխով, չենք թողի ինչ որ մեկը ձեր մազը ծռի, կտրորենք սաղին, ձեր հետ ենք։